Բարև ձեզ, խնդրեմ, նստեք։ Անողական շրջանակներում մենք անցկացնում ենք Երևանից հեռու գտնվող գյուղերում կրթական սեմինարներ, ծրագրեր, եւ դիմեցինք Արեգածոտնի մարզի մարզպետարանի կրթական բաժին, այնտեղից ստանում ենք պատասխան, որ էլ մեր բաժինները չեն զբաղվում այս հարցով իրավասու չեն ու չկա այդպես կոնկրետ ճանապարհ, թե մենք ում հետ կանենք համաձայնեցնենք այս հարցը։ Կա պարզ ընթացակարգ, որ ծրագիրը պետք է ներկայացնենք, մենք պիտի ուղարկենք դա մասնագիտական կարծիքի եւ մասնագիտական համապատասխան կարծիքի հիման վրա երաշխավորենք։ Դուք ինչպիսի աշխատանք եք տանում, որպեսզի դպրոցներում ու կոլեջներում բոլոր երեխաները հավասար լինեն ու մոտիվացված կան։ Մենք դրանով ամեն օր զբաղվում ենք, մենք ունենք նաեւ առանձին աշխատակիցներ, որ հատուկ այդ հարցերով են զբաղվում, առանձին մասնագիտացված նաև կառույցներ, պիտի ամենօրյա աշխատանք անենք, որ իրավիճակը փոխվի։ Իրական դուք եք մեզ այդտեղ շատ օգնի։ Ես հաստատ կարամ ասեմ, որ ներառական կրթությունը ինձ ավելի շատ օգուտ տվել, քան հատուկ դպրոցում, որովհետև հատուկ դպրոցում աշակերտին ոնց որ կոմպլեքսավորում է, մանկավարժներ կային, որ ասում են հատուկ դպրոց, վստահ դու հատուկ ես, դու դիստեր լինես։ Քաղաքականությունը ֆիքսել ենք, որ հատուկ դպրոցները պիտի վերակազմավորվեն ռեսուրս կենտրոնների, իսկ մեր երեխաները պիտի սովորեն ընդհանուր հանրակրթական դպրոցներում։ Ներառական ինչ ծրագրեր Մենք շատ տարբեր ծրագրեր ունենք, օրինակ մեր համատեղ փառատոնը, որ անում ենք կողք կողքի։ Մենք ունենք այնպիսի ծրագիր, որը կոչվում է խոսող կտավներ։ Շատ լուրջ բան եք անում ասեմ։ Ես երկու թանգարանը արդեն հասցրել եմ լինեմ, շոշափելով ու լսելով, ոնց որ երկուսն իրար հետ ավելի հեշտ է պատկերացնում։ Հիմա մեզ գնահատում են միայն թեմատիկ գրավոր աշխատանքների հիման վրա։ Չեք կարծում, որ պետք է նաև հաշվի առնվի գնահատման մեջ բանավոր աշխատանքը։ Կարծում եմ եւ առաջարկել եմ, որ վերանայենք այդ մեր մոտեցումը։ Կան սովորողներ, որ գուցե գրավոր մի կերպ են արտահայտում իրենց գիտելիքը, մտքերը, բանավոր այլ կերպ եւ կարծում եմ, որ ինչպես գրավորն է կարեւոր, այնպես էլ բանավորը։ Եստի համայնքում աղջիկների կրթության վերաբերյալ կան ավանդական կարծրատիպեր, ինչպես է նախարարությունը պայքարում այդ կարծրատիպերի դեմ։ Մենք նաեւ առանձին քվոտա ենք սահմանել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների բուհերում սովորելու համար։ Եթե իրենք անցողիկ հանձնում են քննությունները, այսինքն չեն կտրվում քննություններից, առանձին մրցույթ է արվում ազգային փոքրամասնությունների շրջանակում եւ բուհ են ընդունվում։ Ծրագիր ունենք պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման եւ հաշվառման մասին է խոսքը։ Էլեկտրոնային համակարգ է ձևավորված, որպեսզի այն երեխաները, որոնք դեռ պիտի այդ տարիքում դպրոցում լինեն, դպրոցում չեն, մենք այդ երեխաներին հայտնաբերում ենք եւ համատեղ աշխատանք ենք տանում ոստիկանության, սոցիալական ծառայությունների հետ միասին, որ երեխաները վերադառնան դպրոց։